Ողջույն թանկագիններս, բարի գալուստ հայկական խոհանոց, այսօր միասին պատրաստում ենք անչափ համեղ և խրխրթան թխվածքաբլիթներ, մածունով և ձեթով։ Այս թխվածքաբլիթները պատրաստվում են շատ արագ, ընդամենը 30 րոպեում, բայց արդյունքը գերազանցում է բոլոր սպասումները։ Կարմրաթուշ ու բուրավետ այս թխվածքաբլիթները հիանալի են թե թեյի, թե սուրճի հետ, միացեք պատրաստենք միասին։ Բարեկամներ, մի մոռացեք բաժանորդագրվել և սեղմել զանգակ կոճակը, նոր բաղադրատոմսերը բաց չթողնելու համար։ 3 ձուն մի փոքր հարում ենք, այնուհետև ավելացնում ենք 180 գրամ շաքարավազ և 240 գրամ սենյակային ջերմաստիճանի մածուն։ Թխվածքաբլիթները ստացվում են միջին քաղցրության, եթե քաղցրի սիրահար եք, կարող եք շաքարավազը մի փոքր ավել վերցնել։ Խմոր պատրաստելու համար նույնիսկ էլեկտրական հարիճ օգտագործելու անհրաժեշտություն չկա, ինչը հեշտացնում է մեր գործը։ Կավելացնենք թեյի գդալի ծայրով սոդա, 1 թեյի գդալ վանիլային շաքարավազ, 2 ճաշի գդալ կիտրոնի հյութ և 180 մլ ձեթ։ Ընդգծված կիտրոնի համ ստանալու համար կարող եք ավելացնել կիտրոնի քերուկ, դա ըստ ցանկության։ Թաց բաղադրիչները մի լավ խառնում ենք, որպեսզի ստանանք միատարր զանգված, այնուհետև ավելացնում ենք 750-ից 800 գրամ ալյուր։ Թանկագիններս, ալյուրի չափը կախված է հավկիթների մեծությունից, մածունի խտությունից, ինչպես նաև ալյուրի որակից։ Ալյուրը պարտադիր մաղում ենք, որպեսզի այն հագեցնենք թթվածնով, այդպես թխվածքաբլիթները ստացվում են ծակոտկեն։ Պետք է ստանանք ձեռքերին չկպչող, փափուկ, յուղոտ խմոր։ Երբ գդալով խառնելը դժվարանում է, աշխատանքային սեղանի վրա խմորը 1-2 րոպե հունցում ենք, երկար հունցելու անհրաժեշտություն չկա, այն շատ արագ հավաքվում է։ Թանկագիններ, չնայած որ տեսանյութի մեջ բոլոր բաղադրիչների հստակ չափաբաժինները նշում եմ, ամբողջական բաղադրատոմսը կգտնեք տեսանյութի ներքևի հատվածում, նկարագրությունների բաժնում։ Խմորից ստանում ենք ընկույզի մեծության գնդիկներ, այս բաղադրատոմսից ստացվում է 30-ից 35 հատ թխվածքաբլիթ։ Եթե անակնկալ հյուրեր ունենաք և չիմանաք սուրճի հետ ինչ հյուրասիրել, ապա հիշեք այս բաղադրատոմսի մասին, ստացվում է հեշտ, արագ և անչափ համեղ։ Թխվածքաբլիթները ձևավորելուց հետո գեղեցիկ տեսք ստանալու համար վրան մի փոքր շաքարավազ ենք ավելացնում։ Թխում ենք նախապես 180 աշճանտակացված ջեռոցում, մինչև գեղեցիկ համաչափ կարմրեն։ Թանկագիններս, պատրաստելուց հետո մեկնաբանությունների բաժնում գրեք, թե ինչպես ստացվեց ձեզ մոտ։ Որպեսզի թխվածքաբլիթները թխվելու ընթացքում շատ չտարածվեն, պետք է սոդան խմորի մեջ քիչ լինի։ Ահա և վերջ, մեր թխվածքաբլիթները պատրաստ են, դրսից ստացվել են խրխրթան, ներսից փխրուն և լավ թխված։ Դե ինչ թանկագիններս, այսօր էլ այսքանը, պատրաստեք սիրով, սնվեք առողջ և եղեք առողջ, ցտեսություն, կհանդիպենք հաջորդ տեսանյութերում։